Ապրիլի 1-ն էր, մենք իջել ենք դիրքերից, սովորական օրվա պես էլի, հերթափոխներ, իջել ենք հանգստանալու, արդեն որ մեզ հանգիստը տալիս են, որ պարկում ենք արդեն քնելու, բոլորը քնած էին էլի, գումարտակում, ժամը 2:30 սկսվում է էլի, արդեն սկսում են գյուղի վրա ռմբակոծել, այդ ժամանակ ամբողջ գումարտակը իջնում է գումարտակի առաջին հարկ, ապահով էր, մենք դրանից առաջ նախապատրաստվել էինք այտենց բաների, բոլորն էլ գիտեին իրենց անելիքը էլի, ընդեղ մնացել ենք 12 ժամ, չենք կարացել դուրս գանք, անընդհատ կրակոցներ չէին թողում դուրս գայինք գումարտակից, հետո մեր գումարտակի հրամանատարը հրաման տվեց, որ բոլորս հագնվենք, զինվենք ու դուրս են գալի, որ արդեն դուրս են գալի Թալիշից, այդ ժամանակ արդեն շատ մոտիկ էին մեզի, իրանց տանկերը արդեն համարյա Թալիշ գյուղ էին հասնում, իսկ այդ զորքն էլ տանկերի հետևից էր գալի, շատ դժվար ուժերով մենք հետ ենք տալի այդ ամեն ինչը, մնում ենք մի քանի դասակներով մնում ենք Թալիշ գյուղը պահելու համար, իսկ այն մնացածը վաշտերը արդեն բարձրանում են, ով ինչքան կարա հասնի դիրքեր, շուտ հասնի դիրքեր, ամեն ինչը սաղ կատարվել է ոտով, տեխնիկա չի աշխատել ընդհանրապես, ոչ թե սարքին չի եղել, այլ չենք կարացել տեխնիկայով շարժանենք, քանի որ շատ դիպուկ էին կրակում, ամեն ինչը սաղ եղել է ոտքով, այդ գիշեր մնացել ենք Թալիշը պահպանելու մի քանի դասակով, իսկ առավոտյան արդեն ով ինչքան բարձրացել էր դիրքեր, նորից էլի ով որ չէր հասել դիրքեր, բարձրանում ենք եւ հասնում ենք օգնության, այդ ժամանակ արդեն շատ մենք դիրքեր ունեինք կորցրած, մեր բատալյոնի շնորհիվ, մեր գումարտակի շնորհիվ, ինչքան որ հնարավոր է, հնարավորինից էլ ավել, մեր գումարտակի հրամանատարի հրամանատարությամբ, ինչքան որ հնարավոր է, սաղ հետ ենք վերցնում։ Առաջինը երբ դուրս եկանք հասանք Թալիշի դիմացի սարի թմբի վրա, մոտ 30-ից 40 րոպե հետո մոտ 10-ից 15 հոգանոց խումբ ենք նկատում, արդեն իսկ մտած մեր թիկունքը։ Նրանք արդեն երևի թե մտել էին գյուղի մեջ, երևի առաջի տունը, դուրս էին եկել ընդեղից, երևի մենք 15-ից 17 հոգով էին նշված տեղում։ Նրանց ձայների վրա հասկացել ենք, որ մեր զինակից ընկերները չեն, այդ իսկ պատճառով սարի թումբը, որտեղ որ պարկած են դիրքավորված դեպի մեր դիրքերը, հակառակ ուղղությամբ ենք պարկում դեպի մեր թիկունք, որտեղ արդեն գտնվում էին մեր հակառակորդները։ Դրանից հետո որքան հնարավոր է կոնկրետ մեր տեսածով բոլորին էլ հենց այնտեղ ոչնչացրել ենք, դրանից հետո գնացել ենք մեր դիրքերի ձախ թևը մոտ 16 հոգով 8 հոգանոց խմբերի բաժանված դիրքերը հետ վերցնելու։ Կոնկրետ այդ գիշերը ճիշտ է, չստացվեց մեր դիրքերը հետ վերցնել, մեր թևի դիրքերը, բայց հաջորդ օրը առավոտյան մեր դիրքերը կարող ենք հետ վերցնել։ Դրանից հետո գնացել ենք մեր դիրքերի մեջտեղի թևը, որտեղ ունեինք մեր զինակից ընկերներից 4 դիակ, որը գտնվում էր իրանց տարածքում։ Հասել ենք այնտեղ, ես ընկերոջս հետ երևի 20-ից 30 րոպե հետո որոշվել է, որ այդ դիակները պետք է իրանց մոտից
ինչ գնով ուզենալունի դերենք։ Ճիշտ է, հաջողվեց, թեև էլի կորուստներ ունեցանք հենց այդ պահին, բայց մեր դիակները, որ գտնվում են իրանց մոտ, կարողացանք բերենք մեր մոտ։ Իմ համար այս քառօրյա պատերազմում ամենահիշվողը, որ ես չեմ կարող կյանքում մոռանամ, այդ զինակից ընկերոջս դիակը քաշելն է։ Շանթի դեպքն է ամենատպավորիչը իմ համար, որ չեմ մոռանում ընդհանրապես ու չեմ էլ մոռանա։ Արմենը նշեց իր մեջ ամենաշատը, որ տպավորված է իմ դեպքը, իմ վիրավորվելու հետ կապված դեպքը։ Այդ ժամանակ ինքը իմ մոտ է եղել, իրար հետ ենք եղել ու շատ մոտիկ ենք կանգնած եղել իրար։ Դեպքս, որ տեղի ունեցավ, ամենաառաջի օգնությունը ինքն է ցույց տվել ինձ։ Ինքը որ չլիներ, չեմ կարող ասեմ այդ դեպքից հետո ինչ կլիներ, հիմա ստե նստած կլինեի, թե չէ։ Արմենը ինձ շատ շուտ, շատ արագ գրկում է, մոտ 50 մետր տանում է դեպի մեր կողմ, դե արդեն առաջին օգնությունը շատ շուտ ցույց են տալի։ Հետո արդեն ճիշտ է, այս հետո եմ իմացել, բայց շոկի մեջ ա եղել Արմենը, չի կարեցել մի քանի օր ես իմ խոսա, լսի, իմ հաց ուտի, համար բնական է, դա պետք է տպավորված լիներ իր մեջ։ Ամեն ինչ փոխեց, որ ես տեսա այդքան բանը, հիմա արդեն ամեն ինչին ուրիշ աշկով եմ նայում։ Ամեն ինչը փոխվեց, մարդիկ փոխվեցին իմ համար։ Այդ ժամանակ էլ ես ճանաչում, թե ով էր իրոք պատրաստ այդ ամեն ինչին, որ մեզ անընդհատ նախապատրաստում էին, այդ նախապատրաստողներից էլ մարդիկ կային, որ իրանք պատրաստ չէին։ Ես ծառայությունս իրականացել եմ Մադաղիսում, ի տարբերություն Թալիշի, մենք էլի նույն հրետանային ռմբակոծությունների ներքո, ուղղակի տարբերությունն այն էր, որ իրանք թուրքերի հետ անմիջական շփման մեջ են, իսկ մենք ոչ։ Հիմնականում նույն բանն է եղել, ուղղակի մենք մի քիչ ավելի ուշ է մեր մոտ սկսել այդ ամեն ինչը, մի քիչ ուշ ենք բարձրացել պոստեր, մի քիչ ուշ է այդ ամեն ինչը մեր մոտ եղել։ Իսկ ընդհանուր առմամբ այդ ճիշտ ասած հիմա էլ տենց վատ ապրումներ եմ հիշում, որ այդ ամեն ինչը հիշելուց, դրա համար որ շատ ուզում եմ խոսել, ոչ էլ։ Իսկ ինչ վերաբերվում է տպավորություններին, առաջնահերթ այդ ամեն ինչից տպավորվում ես, երբ կորցնում ես մարտական ընկեր, երբ կամ անում ես, որ քո մարտական կամ ինչ-որ զինակից ընկերը վիրավորվել է կամ եւ այլն։ Դրա համար երևի ամենաշատ տպավորվել եմ այդ պահերին, երբ իմացել եմ, որ տենց դեպքեր է տեղի ունեցել մեր մոտ։ Պատերազմից հետո արդեն սկսում ես մի քիչ այլ ամեն ինչին, արդեն կային մարդիկ, որ օրինակ դրանից առաջ մտածում էին իրանք տենց ուժեղ են, հզոր են, քո հետ են, բայց դրա այդ ժամանակ արդեն հասկանում ես, որ պետք չի սաղին վստահել, ամեն ինչում վստահել, մինչև այդ օրինակ եղել է ուղղակի ծառայության հարցը, բայց այդ վաղ արդեն քանի որ կյանքի մահու հարց էր, բնականաբար քո կողքի կայնածները բոլորը չեն, որ մինչև վերջ մնում են քո կողքին կայնած, եւ դու ավելի շատ մարդկանց ավելի լավ ես սկսում ճանաչել, քան մինչ այդ։ Ուզում եմ այս ամեն ինչը ինչքան հնարավոր է շուտ գոնե որոշ չափով մոռանամ, որովհետեւ ինձ թվում է, ես կարճ ժամանակ է զորացրվել եմ, ինձ թվում է խանգարում այս ամեն ինչը ինձի, իմ հոգեկան վիճակին խանգարում այս ամեն ինչը, ինչքան հնարավոր է շուտ կուզենամ այս ամեն ինչից գոնե մի քիչ կտրվեմ։ Ու ամեն ինչ էլ հիմա անում եմ, որ այդ ամեն պահը մոռանամ, ամեն պահերը մոռանամ, բայց էլի չի ստացվում, դե բնականաբար դա տենց է։ Թե տարիների ընթացքում կստացվի ավելի լավ, իսկ եթե չստացվի, ինձ թվում է այդ ամեն ինչը խոչընդոտ կհանդիսանա էլի իմ համար։ Հիմա ներկայում այս դեպքերից հետո մանավանդ ես մի բան էի շատ ուզում, որ իմ զինակից ընկերները ասենց վերադառնան, շուտ զորացրվեն, ողջ առողջ կարևորը, ու այդ ամեն ինչը եղավ, մնացել են մի քանի հոգի, վստահ եմ իրանք էլ ողջ առողջ կզորացրվեն։ Սրանից առավել հաճելի պահ չկա իմ համար։ Ստացվում է մեր զինակից ընկերների վերադառնալուն, Կատայան Դավոն, Գրիգորյան Էրիկը։ Դրանից հետո իմ համար ամենակարևորներից հարցը այն կլինի, որ զոհվածների ընտանիքներին ու մեր վիրավոր տղեկին ինչ-որ չափով թե պետությունը, թե
ժողովուրդը ինչով կարողանա օգնել։ Մենք այս երեքս ես Արմին Արտուրը նույն գումարտակում ենք ծառայել։ Շատ մեծ շնորհակալություն ենք հայտնում եւ երախտագիտության խոսքերն ենք ասում մեր գումարտակի հրամանատարին փոխգնդապետ Դարփինյանին։ Իրոք իրա ճիշտ կազմակերպածի եւ իրա խելքի շնորհիվ է, որ մենք հիմա այսօր այստեղ ողջ առողջ նստած ենք։ Անչափ մեծ շնորհակալություն քեզ։ Մեր հայ ազգը համախմբված է եղել, մեզ եկել են շատ օգնություններ ա եկել, սա բոլորից շատ շնորհակալ ենք, մեզ կարացել են հասցնեն այդ ամեն ինչը, իրանցից շատ գոհ ենք, շնորհակալ ենք, որովհետև դրա կարիքը մենք ունեինք։ Մենք չենք մոռանում նաև, որ մեզ փոխել են եւ մենք զորացրվել ենք, իսկ այդ տղեկը, որ մեզ փոխել են, հիմա գտնվում են դիրքերում մեր ընկերների հետ, իրանք էլ չնայած մեր ընկերներն են արդեն, եւ ամեն անհրաժեշտության դեպքում բոլորս էլ հաստատ ամենաառաջինը մենք կգնանք նրանց օգնության։